ինչ որ տեղեր ասել են ղրգել են։ Երջանիկ է Հայաստանի վարչապետը, որ իր իշխանության օրերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվում է 4-րդ անգամ։ Բարերարին թույլ չեն տալիս նույնիսկ Լոռու Լեռնահովիտ գյուղ գնալ հոր Շիրիմին այցի։ Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը 60-ամյա բարերար գործարար արդեն նաև վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարացրել է հակակոռուպցիոն դատարանը։ Եթե որոշումն անփոփոխ մնա, Կարապետյանը չի կարողանա անձամբ մասնակցել իր առաջնորդած քաղաքական ուժի համագումարին։ Խորհրդարանական ընտրությունների օրը տնային կալանքում կլինի։ Սահմանափակումներով պետք է շփվի թիմակիցների հետ։ Կարապետյանին թույլատրվել է հրապարակային ելույթներ ունենալ, հարցազրույցներ տալ։ Այս իշխանություններից իհարկե ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում ենք այն էլ եղավ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդն այսպես է արձագանքել իր կալանքի երկարաձգմանը, անակնկալի չի եկել։ 5 ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել է, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա։ Ինչ պետք է անել, պետք է գիշերը գան հակակոռուպցիոն դատարանի դուռը բաց են զննության արձանագրություն։ Ուժեղ Հայաստանը շարունակում է հայտարարել, հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը Կարապետյանը նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Սամվել Կարապետյանը բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն ազգային ժողովի ընտրություններում։ Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Անարդարությունը ինձ ստիպեց մտնել քաղաքականություն, ասել է գործարարը։ Եթե հայտնի հայտարարությունը չլիներ, քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեի։ Իհարկե ոչ։ Որովհետև ասել եք քաղաքականություն։ Իհարկե ոչ։ Սամվել Կարապետյանն արձագանքել է իշխանականների հայտարարություններին, թե իրեն Ռուսաստանն է ուղղորդում։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը, շեշտել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Պարոն Կարապետյան։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Մինչ դատարանը քննել է գործարարի խափանման միջոցի հարցը, Բաքվում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են արել նրա կուսակիցներն ու համախոհները։ Քաշքշոց է սկսվել, երբ ոստիկանները որոշել են քաղաքացիներին հրելով ճանապարհը բացել։ Հետո ոստիկաններն անցել են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն։ 17 մարդ է ձերբակալվել։ Սև բերետավորները հրմշտել են նաև լրագրողներին։ Բերման ենթարկված մի երիտասարդի ինքնազգացողությունն է վատացել ոստիկանական մեքենայում։ Ուժեղ հայաստանցիները չեն բացառել, որ Սամվել Կարապետյանի աջակիցների շարքերում իշխանական սադրիչներ եղած լինեն։ Այս փոքրիկ խմբակը շատ հավանականահույս էլ կան, ընդհանուր փորձում է ինչ-որ փոքրիկների միջոցով սադրանքներ իրականացնել։ Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանին։ Անգամ քաղաքական մեծ ճնշումների պարագայում, կալանքի պայմաններում Կարապետյանը չի զիջում առաջատարի դիրքերը։ Forbes պարբերականը գրել է, որ 2026 թվականի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է $900 միլիոն, կազմելով 4.1 միլիարդ դոլար։ Եկեք համախմբենք մեր ջանքերը Հայաստանի շուրջ։ Հայերը իսկական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են։ Շատ գիտեք մարդ, որ կալանքի տակ հաջողել է համարյա $1 միլիարդ կարողությունն ավելացնել։ Մեր երկրի կայուն ապագայի համար։ Պատկերացրեք, որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը, երբ լինի Հայաստանի վարչապետը։
Facebook-յան էջում գրել է Կարապետյանի եղբորորդին, Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է, ու ապագան